Խոսենք այն ագնացող երևույթներից, որը արկա է մեր ընտանիքներում, որովհետև ըստ որոշ տվյալների ամուսնալուծությունների թիվն է գնալով շատանում, դավաճանությունների թիվն է գնալով շատանում, ընտանեկան բռնությունների թիվն է կարծես թե շատանում, Աննա Հակոբյանը այդ մասին էր խոսում եւ նույնիսկ բանակում տեղի ունեցող այս արատավոր երևույթները կապում էր ընտանեկան բռնությունների հետ, համարելով, որ մեր ընտանեկան մոդելը սխալ է։ Հիմա սխալ է թե ճիշտ, մեզ թերևս կասի մեր մասնագետը, շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար, իմ հարցերը այսօր բավականին շատ են լինելու եւ գուցե կարող է մի փոքր ավելի այսպես մատչելի լեզվով փորձեմ, հարցերը ուղղել, որպեսզի ավելի հեռուստադիտողին էլ ավելի մատչելի լինի եւ հասկանա ինչի մասին ենք խոսում։ Հարց ունեիր, այն ինչի մասին որ խոսեցիր, թե ես սկսեմ հարցերը։ Ես լավ, սկսեմ դու շարունակի Արտուր ջան, Նարնե ջան, կա խոսք։ Կա, չգիտեմ, վիճակագրություն ասեմ, թե ինչ ասեմ, բայց որը ինչ խոսք մտահոգիչ է, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը ոչ միայն շատացել է, այլ տենդենսն է պահպանվում այլ շատացման, այսինքն կարծես թե մենք հիմա ունենում ենք ավելի շատ ամուսնալուծություններ, քան ամուսնություններ, դա պետք է, չէ, իր պատճառը ունենա, հենց այնպես ոչինչ չի լինում, հիմա ըստ ձեզ ինչով է պայմանավորված ամուսնալուծությունների այդ թվի աճը ու տենդենսը։ Ինչ պատճառների մասին խոսել է, նախնական փաստը, որ ամուսնալուծությունների թիվը շատացել է, մի կողմից ցավալի է, բայց մյուս կողմից նաև կարող ենք դրա մեջ մի դրական տենդենս տեսնել, այն իմաստով, որ մարդկանց գիտակցությունը թերևս փոքր ինչ բարձրացել է, որ նրանք հրաժարվում են գտնվել ամուսնական դաշինքի մեջ, որը չի ծառայում իր նպատակին։ Այսինքն անիմաստ է լինել ամուսնացած, բայց չլինել ամուսնացած։ Այսինքն այստեղ նախ հասկանանք ինչ է նշանակում ամուսնություն եւ լինել ամուսնացած։ Չէ, որտեվ ինքը ամուսնություն ունի որոշակի խնդիրներ լուծելու պարտավորություն։ Բայց ընդհանրապես ինչ են մարդիկ ամուսնանում։ Ինչ են ամուսնանում։ Կարելի չամուսնանալ։ Ես երբեք ամուսնանալուց հետ հարցին Կարենի հետ այդ թեմայի հետ բախվում ենք, ասում եմ, ինչ է նշանակում, մարդը ծնվել է եւ պիտի գնա մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ եւ այս փուլերն անցնելուց հետո ինքը գալիս է մի շրջան, որ պարտադիր պետք է ամուսնանա։ Ինստիտուտ գնալը պարտադիր չի, այդ պարտադիր ուղղակի ցանի, կարած դպրոցից հետո ամուսնանալուց առանց ինստիտուտ։ Կամ բանակից վերադառնաս, քեզ ճնշեն եւ ասեն դու պետք է ամուսնանաս։ Ճնշումը լինում է ընտանիքում, շրջապատում, բարեկամների շրջանում, օրինակ մի ընթացք էր, որ ես վերելակ էի նստում եւ պիտի անմիջապես իջնեի եւ արագ գնայի գործի, տպավորություն էր, որ վերևից հարևանը վերելակի մեջ ամեն օր մենք հանդիպում էինք հենց այդ տարածքում եւ ինքը ամեն օր իր հոգու պարտքներ հարցնել Ինչ է, լավ ես, ասում է, երբ ես ամուսնանում։ Դա կարծես շաբաթվա մեջ մի քանի անգամ դա հնչում էր։ Երբ ես ամուսնանում արդյոք։ Ես դեռ իմ կյանքում հարգելի հետևորդներ, աղջիկ հետևորդներ։ Ուշի, հա, մտածել որ հարգելի աղջիկ հետևորդներ։ Շեշտենք, որ մեր Արտուր Հայրապետյանը ամուսնացած չէ, շատ լավ տեխնացու է, որպես շատ լավ փեսացու է, եւ կարծում եմ այն աղջիկը, որը հարց կմտնի Արտուրեն ստուն, պարզապես մեր հայկական ավանդական բաներով ասած խերի մեջ կկորի։ Բայց ասեց Արտուրեն ստուն, ինքը նկատի ուներ մամա պապան էլ հետ է։ Արտուրը մենակ ապրում, Կարեն ջան, էդ էլ ասա, թող իրենք մենակ ավելի բան լինի, հա, ոգևորվեն դրանից։ Տեսեք, որ ասում ենք Արտուրը ամուսնացած չի, երևի նկատի ունենք, որ Արտուրի կյանքում չկա ֆիզիկապես կին, չէ՞, այդ ում հետ ինքը գտնվում է ամուսնական կարգավիճակի մեջ, որովհետև եթե ամուսնություն ասելով մենք նկատի ունենք երկու մարդու, կնոջ եւ տղամարդու սիրային միությունը, չէ՞, արտաքին երևացող դաշտում, չէ՞, այդ իմաստով անպայման չի, որ Արտուրը ամուսնացած չլինի դեռ, որովհետև ամուսնությունը նաեւ ներքին ակտ է։ Այսինքն ամուսնացած լինելը նախ սկսվում է ներսում։ Ես ինչի եմ ասում, որ ամուսնալուծությունների թիվը եթե շատացել է, դա մի կողմից դրական է, որովհետև այդ մարդիկ իրականում ոչ թե ամուսնալուծվել են, նրանք երբեք չեն էլ ամուսնացել։
Այսինքն արտաքին դաշտում այդ կապը ստեղծելը դեռ չի նշանակում, որ իրենք ամուսնան։ Իրենք գուցե համատեղ ապրում են ինչ որ շահերից ելնելով, փող շահավետ ինչ որ գործարքի մեջ են, բայց արդյոք իրենք ամուսնացած են, այս խորհուրդը կա իրանց կապի մեջ։ Դե եթե խորհուրդը չկա, համարել որ իրենք ամուսնության մեջ են գտնվում, դա սխալ է։ Իսկ խորհուրդը ո՞րն է նա։ Այս է լավ հարց է, որտեղ որ ամուսնալուծության մասին ենք խոսում, եթե չկա այդ խորհուրդը, դա ամուսնալուծությունն էլ չի դառնում։ Ստացվում է երկու մարդիկ ինչ որ շահերի բերմամբ համատեղ Շատ տարօրինակ մարդիկ շատ տարօրինակ բաներ են գրում։ Ես ոչինչ չեմ կարող իրենց ասել։ Չաթով Հաղորդման տակ դա իրենց ներքին դաստիարակված լինելու բաներն է, կամ թող իրենք լսեն, կամ թող շարունակեն ինչպես որ ուզում են գրել, ներողություն եմ խնդրում։ Ես երբեմն տիկին Նարին է, օրինակ տեսնում եմ ընտանիքներ կողքից էր որ տեսնում եմ, չեմ ուզենա ասել ծիծաղ առաջանում մոտս, բայց իրենք հավատարիմ չեն, իրենք հասկանում են, որ այդ ծիտիկ պտիչկա ստանալու համար են իրենք ամուսնացել։ Ինչու՞։ Որովհետև ամուսինը չի հարգում կնոջը, կինը այսպես հոգսերը ավելի շատ են ընտանեկան, ինքը զբաղված է երեխայի դաստիարակությամբ, երբեմն երբ որ ասում եմ օրինակ, հա, իմ ծանոթների կամ չգիտեմ մտերիմների շրջանում, թեև այդպես չի լինում շատ դեպքերում, այն ինչի մասին որ ուզում խոսել, բայց կա այսպիսի մի բան, տեսնում ես որ դա ընդհանրապես պարտքի զգացում է մեկը մյուսի հանդեպ, հա, դե ամուսնացել ենք, որպեսզի կարողանանք պահել մեր ընտանիքը, Արտաքին ինչ որ հարկադրանք, այդպես ասեմ։ Թեկուզ ես մի փոքր հեռացել եմ սիրուց կամ չգիտեմ ինչ կամ կենցաղն է գուցե ճնշել, որպեսզի ես հեռանամ, բայց տպավորությունը որ իրենք հանուն շրջապատի կարծիքին իրենք շարունակում են ապրել, որով ես տեսնում եմ որ կինը ավելի շատ երեխայի դաստիարակությամբ է զբաղված եւ տղամարդը այդ ընթացքում մնում է լուսանցքից դուրս, տղամարդը ինքը իրենով դուրս է գալիս փողոց, ես տեսնում եմ որ ինքը ուշադրությունը այլ կանանց վրա է եւ դա ինձ օրինակ ավելի ջղայնացնում է եւ ես այդ կարգավիճակում չէի ուզենա լինել, չկա։ Այս այն դեպքն է, երբ որ իրանք այո ամուսնացած են համարում, բայց դա շատ ֆորմալ բնույթի ձևական միություն է։ Չկա այդ խորհուրդը, չկա այն միությունը, որ ենթադրվում է, որ ամուսինները այդ դաշինքը իրար հետ կապելով մտնում են այդ խորհրդի իրականացման մեջ։ Այդ սիրով միավորվելու խորհուրդը չկա։ Օրինակ ձեզ իրար հետ ապրում են։ Մարդիկ, ովքեր որ պատրաստվում են ամուսնանալ, եւ այդ դիտելիքները պետքա ճիշտ կլիներ երևի թե ամուսնությունից առաջ նախ ամուսնական խորհրդատվության մարդիկ պարտադիր կերպով գնային, որպեսզի հասկանային ինչ է նշանակում ամուսնանալ։ Ինչա պատրաստվում, այսինքն դա մեկ օրվա համար չի, որ այստեղ ամուսնանաս, այնտեղ ամուսնալուծվես, դա մի ամբողջ կյանք է, երևի 60-70 տարվա ճանապարհությունների քանակի այո, չեն հասկանում ինչ է նշանակում ամուսնանալ, չեն պատկերացնում այդ գործի իմաստը, խորհուրդը, եւ երբ որ ամուսնալուծվում են, ինչ որ միտեղ լավ են անում, որովհետեւ կեսից հասկանում են, որ իրանք իրար հետ կապ չունեցող երկու մարդ են, որ ուղղակի թունավորում են իրար կյանք եւ ավելի վատ դեպքում երեխաների, բայց մի քիչ ավելի ծայրահեղ է դարել հիմա այս ամուսնալուծությունների քանակը, օրինակ ես չեմ կարծում, որ շատ այսպես ինչ-որ գլոբալ թեմա է իրանց մոտ առաջացել, որ իրանք ծայրահեղ են։ Դրա համար երևի թե ամուսնալուծությունից առաջ էլ պարտադիր պետք է լինի ամուսնական թերապիայի մասնակցելը, որպեսզի ամեն ինչ անել կանխելու համար ամուսնալուծությունը։ Որտեղ շատ դեպքերում ինձ օրինակ դիմում են զույգեր, որ կանգնած են ամուսնալուծության շեմին ու հետո խնդիրը կարգավորվում է ու դեռ էլի երեխաներ են ունենում ու երջանիկ ապրում են, այսինքն կա խնդիր պետքա կարգավորել ոչ թե ամուսնալուծվել։ Ամուսնալուծությունը պետք է լինի ամենավերջին քայլը։ Այն քայլը, որ եթե չամուսնալուծվեն, ուղղակի ֆիզիկական մահ կգրանցվի։ Այդ կարգի թունավոր հարաբերությունների մեջ են, որ ճիշտը առանձին ապրելն է։ Ամուսնալուծությունների այդ աճը, մանավանդ որ տենդենսը պահպանվում է, չի հանգեցնի արդյոք մի իրավիճակի, որ մարդիկ ուղղակի կխուսափեն ընտանիք կազմելուց, այսինքն ինչ որ մի առումով հարված կհասցվի մեր ընտանեկան մոդելին։ Իհարկե խրախուսել ամուսնալուծությունները պետք չէ, որևէ դեպքում դա
լավ բան չէ, սոցիալական ինքը բացասական երևույթ է, բայց նաև պարտադրված մնալ ամուսնալուծության մեջ, որովհետև ինչ կասեն մարդիկ, որովհետև ամոթ է, որովհետև դա կնշանակի սոցիալական ստատուսի կորուստ, ձախողում, ինչ որ պիտակ, որից հետո հնարավոր չի լինի ապրել, ու մարդիկ ստիպված մնում են ամուսնացած, երևի թե սա էլ ճիշտ չի։ Հիմա այստեղ ոնց անենք հարցը սա, ոնց անենք, որ առողջացնենք ամուսնությունը։ Հենց էտա ոնց անենք։ Ինչպես բարձրացնենք մարդկանց գիտակցությունը, որ իրենք ամուսնանալուց հենց ամուսնանան, հենց այդ խորհրդի մեջ մտնեն։ Որ իրոք դա Ոնց պետք է անենք, որ մարդիկ ամուսնական խորհրդից ելնելով ամուսնանան։ Այստեղ օգնության գալիս են երևի թե արտամուսնական կապերը։ Օգնում են արտամուսնական կապերը։ Օգնում են հասկանալու համար, թե ինչն է խնդիր ամուսնության մեջ, որտեղ շատ դեպքերում արտամուսնական կապերի մեջ մենք տեսնում ենք, որ հենց այն խորհուրդը, որը պիտի լիներ ամուսնության մեջ, տեղի է ունենում արտամուսնական կապում, այսինքն այդ սիրով միավորման հաճույքը, երբ որ մարդը ապրում է զույգի հետ հարաբերման ընթացքում, շատ դեպքերում արտամուսնական կապն է տալիս։ Իհարկե, սա չի նշանակում, որ լավ բան է դա, բայց ցավոք սրտի սենց ասեմ, այնինչ պիտի տեղի ունենար ամուսնության մեջ, տեղի ունենում այլ կապի մեջ։ Այսինքն արտամուսնական կապը կարող է նպաստի ընտանիքի ամրապնդմանը։ Այո, եթե մարդիկ, շատ դեպքերում արտամուսնական կապի պատճառը, խորքային պատճառը, իմաստավորեն ու հասկանան, դա կարա փրկի ընտանիքը։ Ու այդպիսի դեպքեր ես շատ եմ ունենում, որ ոչ թե բաժանվում են անմիջապես այդ փաստից հետո, այլ ամրապնդվում են։ այլ գալիս են ամուսնական թերապիայի հասկանալու համար ինչի դա տեղի ունեցավ ու երբ հասկանում են, գալի ասել նոր ծնունդ է ապրում իրեն, նոր ամուսնանում են։ Այդ պահից սկսած, ոնց որ վերջապես իրանք ամուսնանում են 10 տարի անց, 20 տարի անց։ Հենց հետաքրքիր չէ, ասենք շրջարձակ ունեցավ։ Ես չէի սպասում, որ նման մասնագիտական գնահատականի, որ արտամուսնական կապը կարա նպաստի ընտանիքի ամրապնդմանը, իմ համար իրոք մի քիչ անակնկալ էր, ես կարծում եմ հակառակը, սովորաբար արտամուսնական կապերը նպաստում են ընտանիքների փլուզմանը կամ եթե նույնիսկ ընտանիքը պաշտոնապես չի էլ փլուզվում, ամուսինների միջև առաջանում են սառը հարաբերություններ, միցակո ամուսինները օտարվում են իրարից ու սկսում են ապրել հանուն չբաժանվելու։ Գիտեք ոնց եթե պիտի ընտանիքը փլուզվի, արտամուսնական կապը ինքը ընդհանրապես sense թեթև գործոն է։ Ինքը sense տենենց փլուզվել է։ Այդպես չի, որ արտամուսնական կապն է քանդում ընտանիքը։ Բայց եթե զույգը չի ուզում ամուսնալուծվել, այսինքն ամեն ինչ անում է, որ հասկանա ինչի դա տեղի ունեցավ, արտամուսնական կապը տալիս է այն բանալին, որը հնարավոր է լինում հասկանալ։ Իսկ ինչն էր խնդիր իրանց հարաբերության մեջ։ Իսկ ինչի կինը կամ ամուսինը դիմեց այդ քայլին։ Եթե այդ բանալին իրանք վերցնեն, վերլուծելով, հասկանալով արտամուսնական կապի մեջ տեղի ունեցած հոգեբանական դինամիկան, դա կփրկի իրանց կապը ու նույնիսկ եմ ասում։ Դրանից հետո, երբ որ զույգերը մնում են, չեն բաժանում, այնքան շնորհակալ են լինում, որ այդ ամեն ինչը ինչ գիտեք ոնց որ ինչին է նման, երբ որ քաղցկեղով հիվանդը, որ գիտի, որ պիտի մահանա, վերաիմաստավորում է իր ապրած կյանքը, փոխում է իր ամբողջ աշխարհ հայացքը, իր բոլոր ամեն ինչ արժե համակարգը, սկսում է այնպես ապրել, որ մեկ էլ հանկարծ բժիշկները հաջորդ հետազոտման ժամանակ ասում են, որ ձեր քաղցկեղը բուժվել է։ Այսինքն ոնց որ այդ մահվան գիտակցումը, այդ շեմը հատելը, որ իրան ընդհանրապես մնացել է գուցե 1 տարվա կյանք, ստիպում է իրան վերափոխվել, դառնալ մեկը, ով ապրում է իր կյանքը արդար, ազնիվ, բարոյական եւ այդտեղ ոնց որ երկրորդ կյանք է շնորհվում իրան, ոնց որ երկրորդ հնարավորություն ապրելու։ Ոնց որ արտամուսնական կապը այդ երկրորդ հնարավորությունն է սիրելու, վերջապես սովորելու որն է սիրելը, սիրով միավորվելը։ Այդ իմաստով արտամուսնական կապը կարա նպաստի։ Հասկանում եք, եթե իրանք դա դիտարկեն որպես դաս, որ պետքա սովորեն, թե իրանք ինչը չէին հասկանում, որ իրենց ամուսնությունը չէր աշխատում։ Ինչից են իրանք խուսափ, որտեղ այդտեղ որ նայում ես, իրանք շատ դեպքերում իրարից մեկուսացված, ոնց ասեցիք, անկապ իրարից ապրող եւ իրար ցավեցնող, այնտեղ այնքան ուժեղ ցավ կա, որ երբեմն խորանում ես, տեսնում ես ոնց կարելի է այդ կարգի իրար ցավեցնել։
Օրինակ ես կարծում եմ, որ ընտանիքներում եթե տղամարդն է, հա, այսպես ասած դավաճանողը, ես վստահաբար գիտեմ, որ կինը ձև չունի, որ չիմանա դրա մասին։ Եթե նույնիսկ տղամարդը շատ այսպես խնամքով թաքցնում է այդ ամեն ինչը, բայց ես վստահ եմ, որ տղամարդը մտավ տուն, կինը վստահաբար գիտի, որ ինքը այդ օրը որտեղից է գալիս տուն։ Ձեզ մի բան ասեմ, շատ հետաքրքիր, իրականում Ինչը հակառակը կարծում ինչքան էլ թաքցնեն, ճիշտ է, կանայք ավելի հմտորեն են թաքցնում, բայց մի բան ասեմ, թե կնոջ, թե տղամարդու պարագայում այդ միջևեր թաքցնել չի լինում։ Ինչ որ մի մաս ներսում, թե կնոջ, թե տղամարդու, ոնց որ ուզում է, որ դա բացահայտվի։ Ու ի վերջո լավ հարց է ինչի, բայց որովհետև ինքն էլ չի ուզում դավաճան իրականում։ Մարդու համար այդ քայլին գնալը շատ ծանր քայլ է։ Այսինքն դա մի բան է, որի մեջ գտնոնակ լինելով ամուսնական կապի մեջ, ունենալով այդտեղ ինչ որ ձև բավարարում, բայց նաև պարտավորություններ երեխաների կամ հենց նույն այդ երկատված, պարակտված վիճակում երկար մարդը չի կարողանում ապրել։ Ու լինում է մեկ տարիներ, չգիտեմ քանի, մինչև տասնյակ տարի հասնող, որ մարդը այդ երկակի կյանքով ապրում է, այնքան որ ինքը իրան արդեն կորցրած չգիտի ինքը ով է։ Ինքը իրանից որ երազում է երբ այս ամեն ինչը ավարտվելու ու քանի որ ինքը համարձակություն չունի իր նախաձեռնությամբ դա ավարտելու կամ տրամաբանական հանգուցալուծման, մի տեսակ ոնց որ հույսը դնի, որ վերջապես ինչ որ մի արտաքին ուժ, ինչ որ մի բարի ուժ իրան դուրս կբերի ու այդ արտաքին բարի ուժը հենց ոնց որ այդ գաղտնիքի այնպիսի ձևով ագա այդ բացահայտում, այնպիսի պատմություններ եմ ես լսում անհավանական, որ ոնց որ դետեկտիվ ֆիլմի մեջ ոնց կարա այն որ անհնարին է, բայց ինքը միևնույնն է բացահայտվում։ Այստեղ շատ քանի որ մարդիկ կան, որ չգիտեմ ինչ մղումներով են ակտիվացել, բայց օրինակ մի հատ այսպիսի հարց որտեղ ինչքան որ փորձեցի հասկանալ հարցա թե կարծիքա թե իրենց ներքին այդ մաղձն է փորձում տարածել, օքեյ ամեն դեպքում գրեք եւ ակտիվ եղեք, ինչ ուզում եք գրեք, սա ազատ հաղորդում է։ Եթե դուք մտածում եք, որ այդպես է, գրեք ինչ ուզում եք։ Օրինակ ասում է սեքսոլոգը ինչ կապ ուներ ընդդիմության եւ եկեղեցու հետ։ Չէ, ուրեմն արգելի հետևորդներ, ասենք որ սեքսոլոգը որևէ կապ չունի ընդդիմության եւ եկեղեցու հետ։ Հաղորդումը բաղկացած է այս հաղորդումը երկու մասից։ Առաջին մասը քաղաքական է, որի վերաբերյալ ես ու Արտուրը ունեցանք քննարկում։ Առաջին մասը մաքուր քաղաքական է, որը վերաբերում էր ընդդիմության, իշխանության եւ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Հաղորդման երկրորդ մասը սեքսը չի։ Հաղորդման երկրորդ մասը վերաբերում է ընտանիքներին, ընտանեկան խնդիրներին, այն իրավիճակին, որին մենք բախվում ենք ամեն օր, որովհետև մի հատ հիշեցնենք կարճ, որ Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանի տիկինը, նույնպես անդրադարձել է իր վերջին եթերներում ընտանեկան խնդիրներին, համարելով, որ հայկական ընտանեկան մոդելը սխալ է եւ պետք է փոխվի։ Այ հիմա մենք փորձում ենք հասկանալ, սխալ է արդյոք հայկական ընտանեկան մոդելը, կա մեր ընտանիքներում խնդիրներ, ճիշտ է Նիկոլ Փաշինյանի կինը երբ նման գնահատական է հնչեցնում, թե ոչ։ Այս հաղորդման ամբողջ տրամաբանությունը, թե չէ, այո, սեքսոլոգը որևէ կապ չունի ընդդիմության ու եկեղեցու հետ։ Բայց ինչ որ կապ կա, ես միգուցե դուք ենթագիտակցորեն, չգիտեմ ոնց այս միտքը հղացել ինձ հրավիրելու, բայց ես ձեզ ասեմ, ընտանիքը եւ կին տղամարդ հարաբերությունները միավորն են այդ պետության։ Այսինքն այն ինչ կատարվում է ընտանիքում, այն ինչ կատարվում է կոնկրետ մեր այսօրվա հայկական ընտանիքում կնոջ եւ տղամարդու մեջ, եթե այսպես տարածես պետության վրա, այդ նույն բանն է տեղի ունենում։ Այսինքն ընտանիքը պետության միավորն է, մեկ ինչ որ տեղի ունենում ընտանիքում, նույն բանը տեղի ունենում պետության մեջ։ Այսինքն եթե մենք առողջացնենք միավորը, մենք առողջացնենք ընտանիքը, կարողանա նաև պետությունը։ Այո, ուժեղանա պետությունը։ Եվ տիկին Նարինե, ես չեմ կարող։ Կարծում եմ շատ ուժեղ կապված են իրար հետ այս երկու թեմաները։ Եվ երևի թե տիկին Հակոբյանը
այս ծայրից է սկսել։ Չէ, գիտեք որ ծայրից է Եթե ճիշտ ուղղությամբ գնա, հնարավոր է առողջացնել պետությունը։ Ասեմ ձեզ, Նարինե ջան, որ ծայրից է սկսել Տիկին Հակոբյանը։ Ուրեմն թեման առաջացավ Աննա Հակոբյանի կողմից մտահոգությունը առաջացավ վերջերս, գուցե միշտ կար։ Ամենայն դեպս հնչեղություն ստացավ, երբ բանակում տեղի էին ունենում մշտական բռնություններ, խոշտանգումներ, զինծառայողների նկատմամբ ինքնասպանությունների դեպքեր եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտ է, որ թեպետ Նիկոլ Փաշինյանը որ հայտարարում է, որ սահմանում կրակոցներ չեն հնչում, բայց այնուամենայնիվ գուցե չեն հնչում Ադրբեջանի կողմից, բայց զոհերը շարունակում ենք տալ զոհեր արդեն այսպես չակերտավոր ասած խաղաղության պայմաններում եւ Աննա Հակոբյանը այդ բռնությունները բանակում կապում է ընտանիքի հետ, այսինքն ըստ նրա վերլուծության ընտանեկան բռնությունները հանգեցնում են ի վերջո նաև բանակում տեղի ունեցող բռնությունների, որտեղ այն ընտանիքներում, որտեղ բռնություններ են իրականանում, այդտեղից դուրս եկած երեխան, որը ունենում է նաև հոգեբանական տրավմաներ եւ այլն, այդ ամենով հանդերձ գնում է բանակ եւ բանակում դա ունենում է իր հետևանքները եւ Աննա Հակոբյանը եկել է այն եզրահանգման, որ մեր ընտանեկան մոդելը սխալ է, այն պետք է փոխել, իսկ մենք լռում ենք, հասարակությունը լռում է ընտանեկան բռնությունների մասին, որովհետեւ էլի ըստ Աննա Հակոբյանի գնահատականի հասարակությունը սիրում է բռնակալներին, սիրում է բռնապետներին։ Հիմա ինչ եք կարծում ընտանեկան բռնությունները իհարկե որ որոշ ընտանիքներում կան բռնություն, դա ամբողջ աշխարհում կա, բայց սակայն արդյոք Հայաստանում այնպիսի մի մասշտաբի է հասել ընտանեկան բռնությունը, որ այն արդեն իր արտացոլումն է գտնում բանակում եւ մեր հասարակական կյանքի նաեւ մյուս ոլորտներում։ Իհարկե, դա կապ ունեն իրար հետ։ Բռնություն երևույթն եկեք միայն տղամարդկանց կողմից կանանց հանդեպ բռնությունը չվերցնենք, հակառակ ուղղությամբ էլ ես տեսնում եմ կնոջ կողմից տղամարդու նկատմամբ բռնություն։ Որոնք են դրանք։ Հոգեբանորեն տղամարդուն այն վիճակի գցել, որ տղամարդը ուղղակի հոգեբանական այնպիսի ճնշման տակ է գտնում, կնոջ այդ էմոցիոնալ չարաշահման abuse ենք ասում, հա, այդ կնոջ կողմից դա կինը կարա անի, որ ուղղակի տղամարդը ինչպես է կարողանում պահպանել իր, ասենք, հավասարակշռությունը եւ դեռ ինչ որ բան չանի, դա ահռելի տղամարդու կողմից ներքին ուժ պահանջում, այսինքն ես կասեի հավասար է այդ բռնությունը, թե տղամարդու կողմից կնոջ, եւ կնոջ կողմից տղամարդու։ Ուղղակի մեկը երևի դրսևորվում է ֆիզիկապես, մյուսը հոգեպես։ Օրինակ տղամարդը դրսում է կամ գնացել է ինչ որ հյուր, եւ կինը անընդհատ իրեն զանգում է, անհանգստացում է, ուր ես, ինչի տուն չես, օրինակ եմ ես բերում, հա, որը մեր կենցաղում շատ հանդիպող բաներ է։ Տղամարդուն դա կարա հիասթափեցնի կնոջի։ Դե կարա վանի, ասենց ասենք, դա վանող է իհարկե, երբ որ, բայց եթե կինն էլ անընդհատ վերահսկող վարքի մեջ է ու չի թողնում տղամարդուն տարածք չի թողնում, այսինքն այնքան զույգը փոխկապված է, այդպես մեկին մեղավոր դիտարկել ու ամբողջը բարթել տղամարդու վրա ճիշտ չի։ Գիտեք ես ոնց եմ նայում, իրենք հավասար դեր ունեն ամուսնության կայացման մեջ։ Եթե տղամարդը ինչ որ այդպիսի քայլանում է, կնոջ կողմից կա ինչ որ նպաստ, ես չեմ նույնիսկ արդարացնում, ամեն դեպքում որևէ բռնություն արդարացված չէ, բայց կարելի է հասկանալ, թե ինչի է դա տեղի ունենում, ու այդտեղ պետք չի բացառել կնոջ դերը նաև։ Կնոջ կողմից լիքը բան կարա տեղի ունենալ։ Եվ դեպի Նարինե կա այսպիսի բան, որ վերջին շրջանում հատկապես կանայք են, մենք նաև լսում ենք, որ կանայք են դավաճանող եղել, հա։ Օրինակ առաջ մենք միշտ այնպես մտածում ենք, որ դավաճանողն է, դա պիտի լինի պարտադիր տղամարդը, հա։ Այսպես լեվի գնացողը տղամարդն է։ Հիմա կան բաներ, որ մենք լսում ենք եւ ասում ենք կանանց այդ աճը ավելի շատ է, հա, դավաճանությունների առումով։ Այդպիսի բան կա թե ոչ։ Չգիտեմ աճել է թե չի աճել, բայց այո, կանանց կողմից նույնպես այդ երևույթը տեղի ունենում, բայց պիտի ասեմ, որ կանանց դեպքում մի փոքր երևի ավելի դժվար է դա, ըստ իմ դիտարկումների, կինը այդ քայլը ավելի դժվար է անում, շատ ավելի, քան տղամարդը, եւ գուցե մի քանի անգամ ահազանգում է տղամարդուն, որովհետև ինքը զգում է, որ արդեն իր սեփական ուժերով ան կարող է դիմադրել, ինքը գիտի ինչ է հասունանում, ինչ արհավիրք է հասունանում, ու ինքը հասկանում է, որ մի օր ինքը կարող չկարողանա։ Ու երբ որ այդ ահազանգը 1, 2, 3 տղամարդու կողմից անտեսվում է, կինը արդեն կուլ է գնում դրան։
այդտեղ կնոջն էլ կարելի է Իսկ հասկանալ։ սոցիալական ցանցերը նպաստող միջավայր են ստեղծում այդ ամենի համար։ Դե հա, Կարան այո, նպաստող այո, միջավայր ստեղծել։ այո։ Օրինակ հիմա տվյալ պահին մեր հաղորդման YouTube-ի տակ ինչ որ նպաստավոր պայմանները ստեղծվել, որ ակտիվանան մարդիկ եւ չգիտեմ, ասեն բաներ, որոնք իզորու չեն լինի ասել տետատետ։ Բայց հիմա ասենք սոցիալական ցանցը մարդը ինչ որ ինքնահաստատվում է, բայց բացի ինքնահաստատումից կարա բարենպաստ հող ստեղծի, որպեսզի մարդիկ այսինքն սոցիալական ցանցը առիթ է թե պատճառ։ Եվ առիթ եւ Նու, պատճառ չէ։ բարենպաստ հող է թե Այո, առիթ։ կարա ինքը նպաստի, իհարկե, մարդիկ ոչ միշտ են սեփական խելքով շարժում, շատ դեպքերում նրանք ազդեցության տակ են ընկնում։ Եվ սոցիալական դաշտը կարող է այդ ազդեցությունը թողնել, թե նպաստել, թե հակառակը կանխել։ Օրինակ, եթե այս պահին կա մի կին, օրինակ, որ այսօր հենց պատրաստվում է դավաճանել, ես հենց իրան այս պահին կարող եմ հորդորել մի պահ կանգ առնել եւ դիմել մասնագիտական օգնության հասկանալու համար, թե ինչ կարելի անել այդ քայլի փոխարեն։ Օրինակ Նախքան այդ քայլան, որովհետեւ ինձ թվում է, որ այդ քայլով հարց կլուծվի, այդ քայլով հարց չի լուծվում։ Միգուցե թեթևություն գալիս է, միգուցե այսպես հուսահատությունից փրկող ինչ որ մի տարածք բացվում է, բայց դա լուծում չի ամեն դեպքում։ Նույնն էլ տղամարդկանց, եթե այս պահին կա մեկը, որ մեղքի զգացումից տապակվում է, որովհետև այդ երկատված կյանքի մեջ է ապրում, ես հորդորում եմ, որ իրանք դիմեն օգնության, որովհետև հնարավոր է ժամանակին օգնություն ստանալու պարագայում փրկել ընտանիքը, փրկել ամուսնությունը, կանխել այդ տեսակ չարիք է, ամեն դեպքում թե արտամասնական կապը, թե ամուսնությունը ինքը չարիք է, որը հնարավոր է կանխել։ Պետք է նախ կանխել։ Եվ դա արդեն տեղի ունեցել, դատապարտել ես չէի ցանկանա, որովհետև ամեն դեպք, երբ որ վերլուծում եմ, հասկանում ես խորությամբ, թե ինչի է դա տեղի ունեցել եւ հասկանում ես, որ դու ինքդ այդ տեղում, եթե գտնվեիր, նույն քայլը հաստատ կանեիր։ Դրա համար որևէ մեկ թող որևէ մյուսին չդատի, ինչի է դա տեղի ունեցել եւ ավելի լավ դա նորից եմ ասում, չի արդարացնում, եթե դու հասկանում ես այդ երևույթը ինչ է, չի արդարացնում, բայց ինձ թվում է հենց այդ գիտակցությունը բարձրացնելը, ինչ անշնակում ամուսնական դաշինք, ինչ անշնակում կին տղամարդ հարաբերություն, սեռական հավատարմություն, սեռական հաճույք, այս ամեն ինչը ուղղակի բառեր չեն, այս ամեն ինչի մեջ այնքան խոր իմաստներ կան, այս ամեն ինչը այնքան սիրուն ու գեղեցիկ երևույթներ են, որ մարդիկ դա ուղղակի չեն ապրում։ Եթե ամեն ինչը այսպես խորությամբ ապրում, որևէ մեկը չէր ամուսնալուծվի, եթե ինքը այդ խորհրդի մեջ լիներ, որտեղ դրանից քաղցր բան չկա, պակաս կա եւ մասնագետներին չդիմելու պակաս։ Այո, գիտելիքի պակաս կա, որովհետեւ գիտեք ինչի, որովհետեւ այստեղ արդեն գալիս է եկեղեցու դերը հիմա ասեմ, էլի, թե եկեղեցու դերի նվազումը ինչով է նպաստել ամուսնալուծությունների, որտեղ եթե նախկինում եկեղեցին ինչ որտեղ ուներ այդ խորհուրդը փոխանցելու առաքելություն, հա, ինչ է նշանակում ամուսնություն, ինչ է նշանակում կապ, չէ՞, որ տերես եւ հնազանդ եմ, չէ՞, այդ դրանք ուղղակի բառեր չեն։ Եթե եկեղեցին ի վիճակի լինի դա կարողանա փոխանցել ամուսնացող զույգին, ինչ է իրական նշանակում տեր եմ, եւ եթե մարդիկ ամուսնուց առաջ հասկանան, եթե տղամարդը հասկանա այդ բառի իմաստը եւ կինը հնազանդ, եթե իրանք հասկանան, երբեք խնդիր չեն ունենա։ Ու եկեղեցու դերը երևի թե հենց այդ խորհուրդը փոխանցելու մեջ է, որտեղ ամուսնությունը ի վերջո հոգեվոր կապի ստեղծումը։ Այո։ Ուղղակի այսօր եկեղեցու դերը, եթե մենք այսպես անում ենք, եկեղեցու փոխարեն ով պիտի դա լրացնի։ Մարդիկ չգիտեն որն է բարոյական բարձրագույն արժեքը։ Ինչ անշնակում լինել, օրինակ, ինչ ենք մենք արտամասնական կապ անբարո համարում, իսկ ամուսնացած զույգին, որը հավատարիմ է, բար։ Շատ իմ պրակտիկայում լիքը ամուսնական կապեր, հավատարիմ ամուսիններ, ովքեր ունեն սեռական կյանք, շատ ավելի անբարո են, քան արտամասնական կապի մեջ գտնվող մարդը։ Որովհետև սեռական բարոյականություն ինքը ձևականություն չի, այդտեղ այդպես ուղղակի արտաքնապես դատելով այդ ամեն ինչի մասին շատ չես կարող ճիշտ եզրահանգումներ։ Օրինակ եկեղեցին ինքը տալիս էր պատրաստի այդ բանալիները, այդ ոնց որ ոնց պետք էր ուղղակի հետևել։ Բայց մենք հետևենք հայ առաքել, ընդհանրապես եկեղեցու խորհրդին
ապա մեր ընտանիքներում մեր ասելով հավաքական նկատի Այո, բայց հետևել նկատի ունեմ ազատ կամքով, գիտեք, ոչ թե հետևել ուղղակի որպես ավտորիտար ինչ որ կառույց, որ այսպես ասում այդպես գիտակցաբար հետևել, ոչ թե պարտադրված։ Այսինքն հասկանալով այդ իմաստը, եկեղեցին տալիս է ամուսնության ամբողջական բանաձևը, սեռական հարաբերման, կապի, կին տղամարդ, ամեն ինչ ոնց որ եթե խորանաս հասկանաս, այդտեղ ընտանիքը կամրանար, ամուսնալուծներ կպակ, բայց եկեղեցու դերը այսօր չգիտենք ում պատճառով մեղքով, միգուցե չենք չգիտենք, ընդհանուր դար տեխնոլոգիական եկեղեցի ամուսնանալու, երբ որ ասում են հարցնում են Տերես ասում ենք Տեր ենք, կնոջ ասում են հնազանդեց ասում են հնազանդ, ինչ-որ ձևական բնույթ է կրում, առանց խորհրդի մեջ խորանալու ենք մենք այդ ամենը հարսանեկան արարողությունը, ասենք ոչ թե ինքը դա մեծ ծես է, այդ ծեսը ով է իր ամբողջական խորհրդով ապրում, դա ինչ-որ խնջույք է դարձել, որտեղ գնում են ուտել խմելու ապարելու ընդամենը, բայց ինքը խորհրդով պետք է ապրենք, այնուամենայնիվ մենք պետք է ապրենք եկեղեցական հոգևոր խորհրդով, եկեղեցական խորհրդով։ Որտեղ եկեղեցին պատրաստի տալիս է, հիմա այստեղ խնդիրը, որ այսօրվա ժամանակակից մարդը ոնց որ հրաժարվել է պատրաստի լուծումից եւ ուզում է ինքնուրույն իր ազատ կամքով գալ, բայց եկեղեցին դրա տեղ ունի մասնակցություն, եթե ինքը ոչ թե պարտադրի, հարկադրի, այլ փորձի այդ ճանապարհը ցույց տալ, թե ինչ նկատի ունի ինքը այդ ամեն ինչը ասել է։ Այսինքն եկեղեցին ինքը միջնորդ է, ինքը ոչ թե հարկադիր կատարման մարմինը։ Զուտ պսակադրողը, այլ ինքը միջնորդ է ամուսնացող զույգի եւ այդ հոգեվոր իմաստի մեջ, եթե ինքը իր միջնորդի դերով կարողանա փոխանցել զույգին երիտասարդ, թե ուր են իրանք մտնում, ինչա սպասվում, ինչ գործի մասնակիցներ են դառնում։ Եթե այդ խորհուրդը գիտակցեն, չեն, որտեղ ամուսնությունը շատ լավ բան է։ Դե իհարկե։ Մեր ամուսնական կյանքով ապրելուց գեղեցիկ երևույթ չկա։ Ամուսնություն, որ ես ասացի, էլ հարցը, չէ, Արտուր ամուսնան, ես չգիտեմ, հնարավոր ինքը ամուսնացած է, ամուսնությունը նախ ներքին ակտ է։ Ներքին ակտ է, երբ որ ներսում այդ միությունն է տեղի ունենում հոգու եւ ոգու մեջ, sense ասեմ, հա, որ մի քիչ կարող է այտենց տեսական անջում, բայց օրինակ ներողություն տիկին սկզբից ներսում է մարդ ամուսնանում, sense ասեմ, հա։ Դրա համար, եթե իր կողքին կին չկա ֆիզիկապես, զուտ մարմնական կիսատություն կա, բայց հոգևոր առումով, այո, հոգևոր առումով ինքը կարա հասած լինի իր ամուսնական, ասենց ասեմ, գագաթնակետին, իր հոգու հետ, ասենց ասեմ, մարդ իր հոգու հետ ամուսնանում սկզբում։ Հետո մարմնական կիսատությունը լրացնելու համար իր կյանքում հայտնվում է կին, զուտ մարմնային սերնդի շարունակության համար եւ այդ բանին գուցե հաճելի է եւ դրանով դուք ես բավական։ Այսինքն ամուսնությունը եկանք էլի, բան, որ առաջին հերթին ունի հոգևոր խորհուրդ։ Ընդհանրապես իմ համոզմամբ մարդկային կյանքը առաջին հերթին ունի հոգևոր խորհուրդ, այնուհետև նոր ֆիզիկական դրսևորումներ, սակայն առաջնայինը հոգևորն է, որը ցավոք Հայաստանում բոլոր մակարդակներով կարծես ոտնահարվում է, կարող եք չկիսել իմ գնահատականը, բայց իմ խորին համոզմամբ նաև հոգևորը ոտնահարվում է իշխանական ամենաբարձր մակարդակներով, այսինքն այն հարձակումները հիմա ասում են մենք չենք հարձակվում եկեղեցու վրա, մենք ուզում ենք առողջացնել եկեղեցին, բայց այդ ամենը իմ պատկերացմամբ միֆ է ունի քաղաքական գնահատական, որովհետև ցանկացած հարձակում հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների վեհափառ հայրապետի նկատմամբ դա առաջին հերթին հարձակում է հոգևորի վրա, որովհետև անպայման այդ հարձակումները իրենց պտուղներն են տալիս, իրենց դրսևորումներն են ստանում բացասական առումով նաև բոլորիս հոգևոր կյանքի վրա, չգիտեմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Անում են ինչ որ անում են եւ անում են կանխամտածված, որովհետեւ իրենք ընտանիք ինստիտուտը որպես այդպեսին, որը մենք համարում ենք հոգևոր, նաև իրենք փորձում են դա նաև վիժեցնել, փլուզել, որպեսզի չլինի այն մեր ավանդական, նույնիսկ չէ, մեր տատերն ու պապերը ինչպես էին նաև ասում ընտանիքի գաղափարը իրենք ինչպես ունեին, թեև հիմա ջահելները գուցե դրանից շատ հեռացել են, բայց ամեն դեպքում։ Եվ տիկին Նարինե, ես կուզենայի հարցնել, կինը ինչու կարող է չարանալ իր պահվածքի մեջ, իր գործունեության մեջ, արդյոք օրինակ սեքսի պակասից կարա լինի։ Նայած կինեք սենց ասեմ, որովհետև միայն սեքսի պակասը, եթե որպես պատճառ ենք դիտարկում, բավարար չի չարանալ, ընդհանրապես չարանալ նկատի ունենք
իր վարքի մեջ նույնիսկ, հա, ցուցաբերի այն բաները, որը նաև տգեղ է։ Շատ լավ հարց եք տալիս։ Ու այո, Այդ ագրեսիան բան, ես օրինակ դա նաև մեկնաբանում եմ, որ այս կինը չունի այն ինչը որ պետք է ունենար կամ շատ ուզում է որ ունենար։ Կնոջ ընդհանրապես երջանկացնում է տղամարդը, տղամարդուն էլ երջանկացնում է կինը։ Երջանկություն ընդհանրապես կնոջ եւ տղամարդու սիրո միության մեջ։ Եվ այսպես երևում է, չէ՞, երջանկությունը, պահվածքից, վարքից, բարքից։ Կարա չարացնի, որովհետեւ իրեն չի հանդիպել տղամարդ, ով կարար երջանկացներ։ Բայց այստեղ ուզում եմ նույնպես էլի ասեմ, ամբողջությամբ տղամարդու վրա չդնենք պատասխանատվությունը, որովհետեւ լիքը կանայք, այրիներ կամ ասենք աղեկոս ամուսնալուծված կամ չամուսնացած դեռ չի նշանակում, որ իրենք ինքնուրույն չեն կարող իրենց երջանկացնել, հա, ասենց ասեմ, նույնպես եմ ասում, միակ խնդիրը դա մարմնային կիսատության մեջ է, որը որ անհնարավոր տեղի ունենա առանց հակառակ սեռի։ Հա, բայց եթե մենք հոգևոր դաշտ ենք տեղափոխում, այնտեղ հնարավոր է, որ թե կինը, թե տղամարդը ինքնուրույն երջանկացնեն իրենց այդ ամուսնություն, որ ասում եմ ներքին ակտը, նույնն էլ կնոջ պարագայում, հա, ինքը կարա այդ ամուսնական ակտի մեջ գտնվի։ Հա, լիքը չամուսնացած այսօր աղջիկներ կան, որոնք ամուսնացած են։ Իրանք հա արտաքնապես ամուսնացած չեն, բայց իրանք շատ ավելի այսպես հոգևոր իմաստով այդ ամուսնության մեջ են, քան ամուսնության մեջ գտնվող պարակտված, այսպես մասնատված ինչ-որ մեկը, որը որ այստեղ շատ բարդ է, մի քիչ դժվար է բացատրել։ Նայեք, Աննա Հակոբյանը, վերադառնանք Աննա Հակոբյանին, ասում էր, որ ակնարկում էր ինչ, որ մեր ընտանեկան մոդելը սխալ է։ Ես չեմ կիսում այդ տեսակետը։ Գուցե կան խնդիրներ, գուցե կան պրոբլեմներ, չգիտեմ, կան։ Գուցե ով չէ, չկա հասարակություն, որտեղ չլինեն պրոբլեմներ, չլինեն խնդիրներ, այդ թվում նաև ընտանիքներում գուցե կան, բայց ես համաձայն չեմ այն ամբողջական գնահատականի հետ, որ մեր ընտանեկան մոդելը սխալ է, պետք է փոխվի, որ մեր հասարակությունը սիրում է բռնապետների, թեպետ այդ առումով համաձայն եմ Աննա Հակոբյանի հետ, որովհետև եթե հասարակությունը չսիրեր բռնապետներին, այսօր Նիկոլ Փաշինյանը չէր լինի վարչապետ, բայց դա իմ գնահատականն է։ Հիմա ես չեմ կիսում, բայց այնուամենայնիվ դուք շատ ճիշտ ձևակերպեցիք, որ ընտանիքի առողջացումը, ես կարամ մի քիչ շարունակեմ, որ երջանիկ ընտանիքը, կայացած ընտանիքը, ամուր ընտանիքը դա պետության հիմքն է եւ նպաստում է, ինչպես դուք ասացիք, պետության ուժեղացմանը։ Լիովին համաձայն եմ։ Հիմա ունեք խորհուրդ, հորդոր, կոչ, չգիտեմ, մասնագիտորեն դուք կարող եք ձևակերպել, որով կցանկանայիք դիմել ու որը կօգներ, որպեսզի այո առողջանար հասարակությունը, ավելի ամրանար ընտանիքը եւ այդ ամենը փոխանցվեր պետության ուժեղացմանը, հզորացմանը, ի վերջո մենք ունենայինք երջանիկ հասարակություն, ունենայինք երջանիկ պետություն։ Դե իհարկե, հորդոր այն իմաստով, որ նախքան եւ թե ճակատագրական որոշումներ կատարելը մարդիկ փորձեն մեկ անգամ եւս թեկուզ օգնության դիմելով վերանայել իրանց ճակատագրական քայլը, որտեղ այդ քայլերը իրանք իրականում թվում է թե մենակ իրանց է վերաբերում, բայց ամբողջ պետությունն է վնասվում։ Ցանկացած ընտանիք, երբ որ քանդվում այսօր, ցանկացած արտամասնական կապ, երբ որ տեղի անենում, դա ամբողջ պետության վրա անդրադառնում է։ Դրա համար ոնց որ դա անձնական հարց չի, ես դա չի ասի, որ մարդու անձնական կյանքն է միայն։ Եթե մարդիկ այդպես մտածեն, որ իրանց ամեն մի քայլը ամբողջ պետությանն է անդրադառնալու, մի քիչ ավելի զգուշ կլինեն այդ կարգի քայլերը։ Ու ավելի խորհրդով կապրեն։ Այո, եւ հակառակ եւը իրանք առողջացնեն իրանց հարաբերությունը, ամրացնեն ընտանիքը, իրանք օգնած կլինեն պետությանը։ Այսինքն իրանք մի քիչ այդ անձնական սահմաններից դուրս մտածեն, էլի, որովհետև
իրականում չկա այդպես բան։ Դու քո անձնական կյանքն ես ապրում։ Իրականում այդպես այդտեսակ Օրինակ այստեղ մեզ դիմել են ասում մարդը պետք է ամբողջական լինի, որ կարողանա ամուսնանա, թե չկիսատ լինելով տենց է սաղ կյանքը մնում է կիսատ, էլի։ Այդ շատ լավ է գրել, ճիշտ բան կա ասվածի մեջ, բայց մի հատ այսպես լրացում անեմ, որ երբեմն առողջ հարաբերությունների մեջ հնարավոր է ավարտել ամբողջացման process-ը։ Հնարավոր է մտնել հարաբերման մեջ դեռևս չլինելով այդ, որտեղ երիտասարդ եթե ամուսնանում ես, օրինակ, չգիտեմ, երիտասարդ որը համարենք, ենթադրենք 23-4-5 այդ տարիքում, հա, դեռ ոնց որ ամբողջացման հասնելու համար, չգիտեմ, ահագին գոնե մի 10 տարի կա, ասենք, եթե 35-ը վերցնենք այն սահմանը, որ ենթադրվում է, որ արդյոք այնքան ինքնագիտակից է, որ կարա արդեն ենթադրվում է, որ պետքա լինի այդ վիճակի մեջ, հա։ Եթե առողջ հարաբերություններ են, արագացվում է այդ process-ը։ Այսինքն մեկը մյուսին տղամարդը կնոջը եւ կինը տղամարդուն օգնում է, որ դու գազ դեպի քո ավելի կատարյալ եսին։ Դու ոնց որ գազ ինքդ քեզ վերադառնաս, վերհիշես քո այն վիճակը, որտեղ դու դեռ խոցոտված չես, որտեղ դու դեռ բզկտված չես, կոտորակված չես։ Սիրով կապի մեջ, սիրային զույգի մեջ, այդ ամեն ինչը շատ ավելի սիրուն, հարթ ձևով տեղի ունենում։ Իհարկե, երբ որ արդեն ամբողջացած են իրար հետ հանդիպում ու ամուսնանում, դա արդեն ծո պատրաստի, էլի այնտեղ էլ անելիք կա, այնտեղ էլ ոնց որ ավելի sense հենց այդ նույն հանրային պետական մտածողության մեջ արդեն եթե երկու մարդ այդ հարցը լուծել են, իրանք արդեն ընդհանրացակվում են հանրային դաշտ։ Դե սկզբում պետքա մի հատ իրանց մեջ այդ հարցը նոր տարածվեն։ Այսինքն երկու դեպքում էլ հնարավոր անպայման չի, որ ուտետեղ մոտ սպասենք, ուրեմն կարող է 50 տարեկանում նոր ամուսնանան, իսկ դա արդեն վերարտադրողական հարց նախնդիր դառնում։ Օրինակ այլ երկրներում, հատկապես եվրոպական երկրներում իրենք շուտ չեն ամուսնանում, հա, իրենք աշխատանք են ունենում կամ բիզնեսով են զբաղվում կամ չգիտեմ ինչ, եւ օրինակ իմ տարիքի մարդը իրենց մոտ ասենք նորմալ է, հա, որ 43-ում նոր մարդը կարող է որոշի եւ հստակ որոշմամբ գնա այդ քայլին։ Եւ քանի որ պետությունը տիկին Նարինե մի մեծ ընտանիք է եւ այդ ընտանիքի գլուխը իր օրինակով, վարքով պետք է ցուցիչ լինի եւ բոլորի հանդեպ դու ոնց է, հա, որ նայում ես քո հորը, մորը եւ իրենց օրինակներով ես փոխում, հա, կյանքիդ հետագա քայլերը կառուցել եւ որոշել, հասկանալ ինչպես կարող ես ապրել եւ հետագան ինչպես կառուցել։ Հիմա ես օրինակ եմ բերում պետության գլխին այդ ամուսնական, չգիտեմ, իրենք ասացին, որ մենք ամուսնացած չենք եւ այլն։ Այս ընտանիքի օրինակը մարդիկ տեսնելով ինչ պիտի օրինակ սովորեն, մեկ, երկրորդը, երբ որ օրինակ ասում է պետքա ընտանիքի այդ մոդելը որպես այդպեսին փոխել, ինչ նկատի ունի, փոխել, ինչպես ես վերցնում, հա, օրինակ այս բաժակը չես կարող վերցնել դնել միտեղ եւ ասել, գիտես, օրինակ այլևս այս բաժակը բաժակ չի, որովհետեւ ես ափսեի վրայից վերցրի դրել եմ մի կողմ։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին եմ ես ուզում հարցնել, արդյոք այդ ընտանիքը օրինակելի է մեկ, սովորեցնող է 2, հոգևոր է 3 եւ 4 սույգը, որը պատրաստում է ամուսնանալ եւ պետությունը մեր ընտանիքն է, տեսնելով այդ ընտանիքին ուզում է եւ այդպիսի ընտանիք ունենալ։ Դեք Արդյոք օրինակելի է այդ ընտանիքը մեզ համար։ Երբ որ իրանք հայտարարեցին իրանց ամուսնալուծության մասին, հա, ինձ մոտ այդ պահին գտնվող շատ զույգեր, ովքեր կանգնած էին այսպես դիլեմայի առաջ մնալ ամուսնության մեջ, թե ամուսնալուծվել, այնքան էին ուրախացել, այնքան էին ոգևորվել, որ կարող են բաժան։ Որ հա, եթե երկրի առաջին դեմքը ղեկավարը այդ քայլը կարա, ուրեմն դա այդքան սարսափելի բան չի, ինչ լավ է, այնքան էին ուրախացել, որ մենք էլ կբաժանվենք ու դա այդպես մեծ խայտառակություն չի, ու ուզում ասեմ, այդտեղ ոնց որ երկրի առաջին դեմքը իր ազդեցությունն ունի այդ իմաստով, հա, այսինքն ինքը օրինակ ծառայում է, ինչն է կարելի, ինչը չի կարելի, ինչն է բարոյական, ինչն է անբարոյական, եւ այդ իմաստով այո, ինքը որպես առաջնորդ օրինակ է ծառայում։ Եվ լիքը մարդիկ ուրախացան, որ վերջապես հանգիստ կարող ենք բաժանվել, որովհետեւ
ու լավա որ այդ բաժանվեցին, որովհետև գտնվում են այն տեսակ հարաբերությունների մեջ, որ շատ թունավոր են, որ ուղղակի չի կարելի մի օր ավել գտնվել։ Ու չէին բաժանում ընդհանրապես, որովհետև դա խայտարակություն է։ Այսինքն ստացվում է, որ դրական օրինակ Դե դե մասին իմանալի, բայց մյուս տեսանկյունից, չէ, այդ առումով, եթե դու ապրում ես բանտի մեջ, դու ապրում ես թունավոր հավատեղ, որ ամեն օրը քո կյանքի հաշվին է տեղի ունենում, երբ որ երկրի առաջնորդը բաժանում է, ու դու այդ մտքից ուրախացած, որ կարելի է փաստորեն դա այտենց մեծ հանցագործություն չի բաժանվելը եւ այլն, փրկվում է քո կյանքը, այսինքն այդ պահին լիքը մարդկային կյանքեր փրկվեցին, բայց դա չի նշանակում, որ ամեն զույգ, որտեղ վեճ կա, կոնֆլիկտ կա, գնացինք բաժանվելու, չէ, նույնիսկ եմ ասում, մինչև այդ բաժանվելու որոշում կայացնելը առնվազն 6 ամիս, եթե ոչ 1, 2, 3 տարի, ասում դա ճակատագրական որոշում է, այդպես հեշտ չի կարելի ասել, դե ամուսնալուծվեցինք, ոնց որ խաղուպար չի, էլի, ամուսնացանք, ոնց որ շատ լուրջ է, եթե իրանք մտածեն հնարավոր է 50-50 նույնիսկ ավելի շատ չեն ամուսնալուծվի, քան կամուսնալուծվեն։ Եվ նաև մեր մոտ կա այսպիսի բան, ամուսնացել ենք, երեխաներ են ծնվել, դե հանուն երեխայի պետք է զիջենք մեկս մյուսին եւ փորձենք մեր հետագա կյանքը ապրել։ Բայց տեսնում ես, որ այդտեղ սերը չկա, բնավ հոգեվորը չկա, ոչ մի բան չկա, բայց իրենք հանուն երեխայի մեկը մյուսին այսպես ատելով նույնիսկ փորձում են ապրել։ Դա նորմալ է թե նորմալ չի։ Չէ, տեսեք, այդտեղ երեխաները ընտանիքներ չբացառենք, որ չունենք։ Այստեղ նախորդ հարցը եթե ավարտեի, այնտեղ որ ասացիք իսկ օրինակը որպես տեսեք, այդտեղ երեխաների տարիքն էլ կարևոր է։ Եթե երեխաները արդեն այն տարիքում են, որ եկեք ասենք 9 տարի եւ ավել, հա, որ այդպես հոգեբանորեն չեն վնասվի, երբեմն այդ տեսակ կապը, որտեղ նույնիսկ ասում թունավոր հարաբերություններ են, որ ամբողջ օրը տանը ատելության ու այնպիսի մթնոլորտով երեխաները այդտեղ ուղղակի կարելի ասել խեղվում են հոգեպես, ճիշտը հանուն երեխաների իրարից հեռու գտնվելն, ամուսնալուծելն եւ այլն, առողջացնելն, որտեղ երեխաները այդտեղ հիվանդանում են։ Այո, մասնակից են դառնում։ Այսինքն հանուն երեխաների մնալ ու ոնց որ իրար միս ուտել, դա չստացվեց երեխաների լավությունը ստանում, հակառակը երեխաներին ավելի էս հաշմանդամ դարձնում հոգեպես։ Ուրեմն այդտեղ ճիշտը ամուսնալուծվելն է։ Բայց նույնիսկ ասում ոնց որ մենք հիմա ես խոսում եմ ճիշտը որն է ամուսնալուծվելու, բայց ընդհանուր առմամբ ինքը չարիք է, որովհետև ոնց եմ կրկնում, ինքը շատ հեշտ է այդ քանդելը, կառուցելն է շատ դժվար։ Ավելի ճիշտ է իրանք առողջացնեն, որ իրանց օրինակով ցույց տան, որ երեխաներին, որ մենք կարողացանք իրար սիրել, մենք սովորեցինք իրար սիրել, մենք ի վերջո հասկացանք մեր սխալները, ընդունեցինք եւ այսօր մենք այնպիսի ընտանիք ենք, որը մոտով են ցույց տալիս։ Եվ եթե անդրադառնանք Փաշինյանների ընտանիքին, եթե իրանք այսօր այն փուլում են, որ սովորում են իրար սիրել, հա, սովորում են կառուցել առողջ հարաբերություններ, սովորում են այդ սիրով միավորվելու այդ խորհուրդը կյանքի կոչել, դա եթե այդպիսի ճանապարհ է, ուրեմն հույս կա, ասենց ասեմ, հա, եթե այդ գծի վրա է, եթե այտենց ինչ որ ճանապարհ են բռնել, միայն ողջունելի է։ Հետո որովհետև եթե ի վերջո հաջողվի ամբողջ ոնց որ պետությունը կշահի։ Հիմա չգիտենք, այդտեղ ընթացքը ոնց կգնա։ Թերևս աստիճանաբար եթե հարցեր չունես Արտուր ջան, աստիճանաբար ավարտենք եւ փորձենք ամփոփել Նարինե ջան ձեր այն ինչ շատ դուր եկավ այդ գնահատականացեմ թե ինչ որ նախ առողջ ընտանիքը, երջանիկ ընտանիքը ուժեղ պետության գրավականն է, իսկ որպեսզի ունենանք առողջ եւ երջանիկ ընտանիք, պետք է ապրենք Աստծով, պետք է ապրենք հոգեվոր խորհրդով։ Եկեղեցի հայ առաքելական եկեղեցու խորհրդով շատ լավ ձևակերպում էր եւ նաեւ մեծաբե արգել հետևորդներ թեպետ թեմայի հետ կապ չունի, բայց կարող է բոլորիս անխտիր արդեն ամիսներ շարունակ ուզում էր այդ հարցը նշենք որ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար խցանումների այդ մի գլխացավից արդեն ազատվել են կարակ հանգիստ Կիևյան կամուրջով երթևեկել
եւ նաեւ, չգիտեմ, հետիոտնի համար բաց է թե չէ, բայց երթևեկության համար 100% բաց է։ Շնորհակալ ենք Նահարնե ջան նման հետաքրքիր եւ հաղորդման, եւ խոսքի, եւ ձևակերպման ու այդ գնահատականի համար, որը դուք հնչեցրեցիք, դա շատ է կարևոր։ Կուզենամ ամբողջական, հա, ինչի մասին որ մենք զրուցեցինք, եթե ինչ-որ բաց կա, որին կուզենայի նաեւ շատ կարճ անդրադառնալ, ամփոփ ներկայացնենք, որպեսզի նաեւ հեռուստադիտողին, հա, չմնա ինչ-որտեղ։ Մենք այնքան բարդ թեմաների շուրջ շատ կարճ սեղմ ժամկետում խոսեցինք, որ երևի թե այս ամբողջ զրույցը մի տարվա հանդիպումների շարք կարա դառնա, որտեղ ամեն նախադասությունը 1 ժամ, 2 ժամանոց զրույց է։ Այսպես եթե ամփոփենք, ուղղակի ես կուզենայի լրջություն հաղորդենք ընտանիքին եւ ամուսնության այն իմաստով, որ դա այլ ասել մարդու կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է, որը մարդ դարձնող, մարդուն Աստծուն մոտեցնող շատ հոգևոր իրադարձություն է եւ առանց դրա կարելի ասել անհնարին է մարդու մարդ մնալն ու դառնալը։ Այսինքն այդ կարգի լրջությամբ եթե մոտնանք եւ չախճատենք միայն զուտ ֆիզիկական, բնազդային կամ ինչ-որ sense նեղ անձնական շահերի բավարարմանը տանող ինչ-որ Եվ աղետալի չէ, որ մարդիկ ամուսնացած չեն։ Օրինակ, այսօր լիքը կանայք ուզում են երեխա ունենալ, բայց առանց ամուսին։ Մենք այդպիսի ընտանիքներ էլ գիտենք, ինչը որ իմ համար մի փոքր Չէ, բայց դա մի հատ ուրիշ բայց մարդը ունի այդպիսի որոշում եւ ունեն հիմա երեխա եւ նորից թեմա է։ Այդ շատ ցավոտ թեմա է, այսինքն այդ նշանակում է ինչ վիճակա որ տղամարդ չկա ուրեմն այս երկրում, եթե կինը որոշում է առանց տղամարդի, դա շատ բայց ասենք որ վերջի տարիներին հատկապես շատ է նմանատիպ։ Այո, ես լսում եմ որ այդպիսի ձևաբջիջներ սառեցնել, այո, ունենալ Այսինքն դա շատ հուսահատ, շատ ծայրահեղ հուսահատ քայլ եմ ես դա համարում, ծայրահեղ հուսահատություն եւ գուցե տղամարդկանց ուղղված մարտահրավեր, որովհետեւ ամեն դեպքում ինձ թվում է այսօրվա դարում կանայք մի փոքր հոգեվոր առումով ավելի զարգացած են, քան տղամարդիկ։ Ու միշտ այդպես Աղջիկներ ավելի արագ են զարգանում, քան տղամարդիկ։ Երևի թե դարը ինքան հասում են կանեք։ Մի քիչ պետք է երևի այստեղ արգելակի կինը, որ տղամարդը Բայց դեպքում ինչու են տղամարդիկ միշտ տարիքով փոքր կանանց ամուսնության առաջարկում եւ այդպես է, չէ, հիմնական տղամարդն է ավելի տարիքով։ Այդ դեպքում պիտի հակառակը լինի, որովհետեւ կանայք ավելի հասուն են մտածում։ Վեսելա լինում։ Այդ ախրես ոնցոր Թեմայ բացում։ Այնքան դժվար եւ շատ հետաքրքիր է, որովհետեւ մենք ունենք հենց դրա պակասը, որովհետեւ չի ձևավորվում։ Տեսեք, մենք անդադ քաղաքականությունից ենք խոսում, բայց սա էլ պակաս քաղաքականություն չի, որովհետեւ ընդհանրապես սեքսը քաղաքականության շատ կապված է։ Շատ, այսինքն եթե մենք լիքը հարցեր կարանք ստանանք շատ ավելի խորանալով սեռական կյանքի մեջ մարդկանց։ Համատարած ինչ է կատարվում, ասենք, այսօր սեռական դաշտում, մեր պետության վիճակն է, ասենք, որ այսպես լրի ուղիղ Ասենք եթե սեռական դաշտը առողջանա, մենք ունենք ուժեղ առողջ պետություն։ Ես ես մի շատ կարճ պատմություն եմ պատմեմ ու փորձենք հաղորդումը փակել։ Ֆրանսիացի իմ ընկերները եկել էին, բնիկ ֆրանսիացիներ են, ես թարգմանությամբ երբ որ հասկացա ինչ է կատարվում մեր երկրում, ասացին, որ շատ լավ է, դուք անդադ բողոքում եք ձեր երկրից, ասում եք, որ փող չկա, աշխատանք չկա, մարդիկ դժգոհ են եւ ասաց, մեր մոտ էլ կա սոցիալապես տարբեր խավեր, այնպես չի որ Եվրոպայում դա ամեն ինչ շատ լավ է եւ այլն, ասես դուք ընդհանրապես մի բանի պակաս ունեք, ձեր հասարակությունը սեքս չունի։ Իրանք ընդհանրապես մի շաբաթ էին մանեկել, որ բան ասես դուք ձեր կանանց ուշադրություն դարձրեք եւ ձեր տղամարդկանց ուշադրություն դարձրեք եւ հասկանաք թե ես ինչ եմ ասում։ Իհարկե արտաքին բանը երբ որ դու լսում ես, ասում ես ինչ հիմարություն են ասում, հա, իրականում ոնց չունեն,
մարդիկ են ծնվում եւ այլն, բայց երբ որ խորանում ես, հասկանում ես այն ինչ որ դուք նոր հենց Ճիշտ է, ես համաձայն եմ, գիտեք, եթե ինքը սեքս ասելով հենց այդ սիրով միավորումը նկատի ունի, շատ համաձայն, որովհետև տեսեք, շատ դեպքերում նույն ամուսնական զույգի մեջ ոչ թե սեքս է տեղի ունենում, այլ փոխադարձ ձեռնաշարժություն, հա, ասենց ասում, այսինքն դա այդտեղ կապ չի առաջանում, այդտեղ ոնց որ մեկը մյուսին որպես, ինչ ասեմ, խաղալիք է օգտագործում, այսինքն ձեռնաշարժության ակտ է կատարում, այդտեղ դա սեքս համարել, այդտեղ ասենք այդ ինչ ամուսնություն կամ այդ ինչ սեքս, որտեղ ասենք ընդհանրապես դիմացին ինչ որ օրգան է քո համար, որը որ այստեղ ոնց որ այս հարցեր կա էլի, որ արդյոք սա պետքա շարունակվի կամ ասենք տեսեք իրանք օտար լինելով այդ նույն բան ասենք պետության մակարդակում էլի տեղի ունենում, այսինքն ընդհանուր sense ինչ որ մի հատ sense ձեռնաշարժություն է տեղի ունենում, այլ ինչ որ sense երկրում էլի կարելի ասել ամեն մարդ sense ինքը իր հաճույքի մեջ sense ինչ որ ինցեստային վիճակ է թե ձեռնաչոս sense վիճակ է էլի մեր պետություն իրենք առնչվել են նաև կանանց հետ եւ ասում են ձեր մոտի կանանք շատ ագրեսիվ Կտավարիսյան ոնց էր ես ազատում կնդրի կա վիճակը Այսինքն եթե ընտանիքի մոդել փոխել նկատի ունենք որ այդ ինցեստից դուրս գալ կամ այդ ձեռնաշարժությունից դուրս գալ եթե այդ նշանակում մոդելը փոխել միանշանակ պետքա փոխվի հասկանում եք որովհետև դա ասենք այդպես մոդելը այդպես հեշտ չի ախր փոխել Դե մոդել փոխելը նկատի չունենք իր արտաքին փոփոխություն տեղի ունենա նույնիսկ ասում խորհրդի փոփոխություն պետքա լինի Խորհուրդը դա ներքին բան է ներսում պետքա արտաքին բան չի փոխում նույնն է մնում բայց ներսում մարդիկ դասիրակությանը պիտի նաև առնչվեն, որովհետև մենք նաև դպրոցներում եւ բուրհերում չենք ստանում մարդիկ այսպես կողքից լսելով, ընկերոջ պատմածով կամ ինչ որ բան, իրենք այդպես են պատկերացնում, հա, կենակցել մեկի հետ ինչ որ եւ դա նորմալ գիտելիքների մասին չի խոսքը, հա այդ այլ ունենք, դրա պակասնել ունենք, օրինակ կանայքան, որ օրինակ, չգիտեմ, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո ասում են, որ նա ինչքանով էր փորձված, նա ինչքանով գիտելիքներ ուներ եւ այլն, որովհետեւ հենց դա կարեւորվում է կնոջ հետագա եւ տղամարդու այդ կապը պահելը եւ ամրապնդելը։ Ընտանիքում եւ նաեւ չգիտեմ, թեկուզ այդ առաջի մեկ անգամը երբ որ ունեցել են այդ հարաբերությունները։ Կարծում եմ այդպես է շնորհակալ հետաքրքիր զրույցի համար Կարեն քեզ էլ ենք շնորհակալ որ ապերատար լսելու որ կարողացար Նարինեի պայմանավորվել բերել որպեսզի մենք այսօր ունենայինք հետաքրքիր զրույց ինձ թվում է շատ կարևոր է որովհետև Սրա մասին պետք է շատ խոսել, որ սա գիտելիքի, ամրապնդման, ընտանիքի, հոգևորի, քաղաքականության, առողջացման մասին է։ Պետությունը առողջացնելու մի ճանապարհ կարելի է դիտարկել։ Շնորհակալ ենք մեդիա արգելի հետևորդներ, մեզ հետևելու համար, բաժանորդագրվեք, ակտիվ հետևեք մեզ